yegnavor Uannat supala Derutiunat paravor Tol shudova Ortnjalgan talinches Ver yergin kadarvi Այսպես ով դեր թակավոր Հոսալ միշտի կորց տրվի Ով հայր դուր այսօր մեզի Տեր Հիսուսի պատվականանով բոլորիդ ողջունում եք սիրելիներ, հայտնությունը եթերում է։ Անմիջապես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ զրուցակցին, գնել եղբայր Դուրյանը, որ բոլորիդ շատ քաջածանոթ է, նա բազմիցս մեր հաղորդումների մեջ իր մասնակցությունն է բերել եւ մենք ամեն ատեն ուրախ ենք, երբ որ գնել Դուրյանը մեզ հետ է, որովհետեւ ամեն ժամանակ հետաքրական նյութերով եմ ներկայանում, կարծում եմ, որ բոլորիդ էլ օգտակար պիտի լինի, շատ օրհնություն պիտի լինի։ Գնել եղբայր, ուզում եմ մեր հեռուստադիտողների հետ բաժնեկցեմ, որ քիչ առաջ դու մեր պատանիներին խոսեցիր գիտության եւ հավատքի
վերաբերյալ նյութերի մասին խոսեցիր եւ իրապես շատ շինիչ էր այդ ամենը, բոլորն էլ գոհ մնացին, իրենց շատ հարցումների պատասխաններ ստացան, կխնդրեի, որ նաեւ այդ նյութը որոշ չափով բաժնեկցել մեր սիրելի հեռուստադիտողների հետ, խնդրեմ։ Ամենայն սիրով ինձ համար միշտ հաճելի է երդասարտներուն, համասարանականներուն, բարձրակույն գրթություն ունեցող աշակերտներուն հետ գիսվիլ ճշմարտությունը։ Այդ նյութով ես իրենց ներկայացուցի կարճ գերբով, որ Աստված ինքնին հայտնած է երկու զանազան քրքերով, որու մասին ասկի առաջ դուք իմացած եք։ Առաջինը բնությունն է, Աստված դիեզերքը եւ բնությունը կօգտագործե, ուր իր մատներու հետքերը կտեսնենք։ Իսկ երկրորդը շատ ավելի մոդեռն զինծանոթանալու համար Աստվածաշունչն է կամ իր խոսքն է, որ մեզի դրված է, որբեսի Աստծո սիրտը, Աստծո սերը իմանանք մեր կյանքին մեջ։ Ուրեմն երիտասարդներուն ես 4 բառեր ներկայացուցի հ դարով սկսող, առաջինը հզոր, Աստված հզոր է, երկրորդը Աստված հրաշագործ է, երրորդը Աստված հաղորդակցող է եւ չորրորդը Աստված հոգատար է։ Երբ որ այսպես կհիշեմ բառերը, այնադեն ավելի հեշտ է չմոռանալ եւ հիշել։ Ուրեմն առաջին երկուքը հզոր եւ հրաշագործ Աստծո մատներու գործերն են, որ կտեսնենք բնության մեջ, Աստված հրաշագործ է, որտեղ մենք վիթխարի դիեզերք ունենք 1.30 զերոներով աստղերով, միլիարդ գալակտիկաներով, որ իր ստեղծագործությունն է եւ դիեզերքը լիքն է ահավոր էներգիայով, որը մեկ ամենափոքր օրինակը մեր աստղն է, որն է արևը, որու մեջ հիշեցի բադանիներուն երդասարտներուն, որ 1 միլիոն կամ 1 միլիարդ երբեմն մեգաթոն միջուկային ռումբի բայթում դեղի գնա արևու վրա եւ այդ արևը աստղերեն ամենափոքր աստղերեն մին է։ Ուրեմն դիեզերքը ուժով եւ զորությունով լեցուն է։ Եվ Աստծո խոսքը շատ հստակ կնի գսե, ես գսե իմ թեզիս մադից չափով գրնամ դիեզերքը չափել, որ անհուն մեծություն ունի, 1.30 զերոներով մետր կգոչենք։ Ուրեմն Աստծո միայն ձեռքը հավասար է, ասի որպես օրինակ գուդամ, բոլոր դիեզերքը չափսել։ Ուրեմն մենք հզոր Աստված ունենք, որը ստեղծած է հրաշալի դիեզերք, ահավոր զորությունով, ահավոր ներկայությունով եւ աստղերու թիվը համրած է, գսե ես մեկ դուրս բերած եմ եւ անոնց մե ոչ մեկը կբաքսի։ Ուրեմն առաջին գեդը Աստծո հզորությունն է, երկրորդը Աստծո հրաշագործը լալն է, թե Աստված դիեզերքը ստեղծեց այնպիսի գերբով, որ մենք այսօր կչանանք ըմբռնել մեր սահմանափակ մտքով եւ կտեսնենք, որ զարմանալի հրաշքներով լեցուն է։ Օրինակ դվի իրենց ջուրը, որ գսենք Հայաստան, որը կյանքի աղբյուրն է, առանց ջուրի կյանք գոյություն չունի եւ միակ մեր մոլորակ երկրի վրա է, որ ջուրը այսպես արադ է, ոչ Վեներան Արուսիագը ունի 600 աստիճան Ցելսիուս ուրագի թժողքի չերմությունը ցույց կտա։ Մյուս կողմի հրադը, որում վրա իսկ օրգանական մոլեկուլ չեն կրծած գտնել, բայց մոլորակ երկրին թիրքը այնպես է, որ ջուրը կօգտագործենք եւ ջուրը հրաշք բան է։ 31 տարբեր հրաշքներ ունի ջուրը, հատկություններ ունի, որոնց մեջ ոմանք բնավ չեն նույնիսկ իմանալ, այդչափ աշխատանք դարված է։ Օրինակ մտվի, որ ջուրը, որ H2O գսենք, H2 եւ թթվածինը երանգյունի ցև ունի, օքսիգենը վերևը, չրազինը վարը, այս երանգյունին մեջ գտնված անգյունը 104.5 աստիճան է։ Եվ այնպես ճշգրիտ գերբով այդ աստիճանը սահմանված է, որ եթե մի քիչ տարբեր լիներ, օրինակ 104 լիներ, ջուրը հեղուկ պիտի չլար, կյանք պիտի չունենայինք։ Այսպիսի շատ օրինակներ ցույց տվի, որ դիեզերքը բնությունը, որ մենք մեզի դրված է, հրաշքներով լեցուն է եւ Աստված մեզի մեր միտքը դված է, որպեսզի քնենք, բրբդենք, հասկանանք եւ ընդունենք Աստծո մատներու գործը։ Երրորդը ավելի բան գտարնա, ածնական գտարնա, որտեղից է Աստված հաղորդակցող է։ Անիկա ոչ թե ստեղծեց անփան դիեզերքը,
գեղեցիկ դիեզերքը, վիթխարի դիեզերքը, այլ ստեղծեց մեզ որպես մարդ արարած իր բադգերին պես եւ իր նպատակը Աստվածաշունչը որ ծննդոց առաջին երկու գլխներու մասին գխոսի քիդական քիրք չէ ինչպես ստեղծվեցավ քանի օրվա մեջ քանի դարվա մեջ կարևորը երկրորդական է կարևորն է որ Աստված աթամը ստեղծեց քեզ եւ զիս իր բադգերին պես որբեսի գարենա հաղորդակցիլ մեզի հետ եւ այդ հաղորդակցությունն է շեշտը ծննդոց քրքին Աստված գուզե մեզի դալ նույն միտքը նույն հոգին նեշեմա գսենք հրյաներենով որբեսի մենք կարենանք ջանչնալ զինքը բաշտել զինքը եւ հիշեցի որ օրինակ աթամ ինչպես որ աթամի հեսավ անասունները փերավ աթամի որբեսի անուններ դա ինքը գրնար այդ անունները դալ Աստված ինչ համար աթամին հսավ ինչ համար որտեվ հաղորդակցական գերբ գահոս ինչպես որ Աստված բոլոր աստղերու անունները գիտե եւ տված է նույնպես ուզեց որ մենք էլ անուններ դանք օգտագործենք այն միտքը որ իր բادگերով ստեղծված է իմաստություն տվեց Ադամին որ այդպես անե հարկեց ինքը որպես партнёр ուրեմն Աստված հաղորդակցող է իսկ չորրորդն հոգադարությունն է որ ամենակարևորն է ամենամդերնիկն է որովհետեւ Քրիստոսը բանի համար հոգմինեք Առաջ խնդրեցեք Աստծո թակավորությունը, այս բոլոր բաները ցեզի պիտի դրվին։ Եվ որ շատ գեղեցիկ օրինակներ կորցածեց բնութեն է գիտեք որ Քրիստոս մեկ-երկու բացառությամբ անդադար ֆիզիկական աշխարհեն օրինակ բերավ բացադրելու անդեսանելի գոյությունը, որը շատ զարմանալի է։ Շուշաններու մասին խոսեց, դրճուններու մասին խոսեց, ձողու մասին խոսեց, լեռներու մասին խոսեց, ձարերու մասին, որբեսի ցույց տա, որ այնինչ որ մենք ֆիզիկական օրեն գտեսնենք, մեկ բادگերն է անդեսանելին եւ անհունության։ Այդ հոգադարությունը շատ կարեւոր է, որովհետեւ Աստծո խոսքին մեջ ապանի համար հոգ մի ենեք։ Այլ ինչ որ ունեք աղոթքով եւ որ դերոջ կներկայացնենք, անիկա մեզ կպատասխանե եւ մեզի գոքնե։ Ոն օրինակ մը բերի եւ ադո վերջացնեմ, որ գսե Մատթեոս 10-րդ գլխուն մեջ Աստված մեր գլխու մազերը համրած է, ինչ որ մենք կդարյալ անարժեք կնկատենք, Աստծո համար արժեքավոր է։ Այսինքն, եթե ինք աստղերը գհամրե եւ մեկը չկորսվի, մեր մազերը գհամրե որ մեկը չկորսվի, կնշանակի որ հզոր հրաշագործ Աստվածը միաժամանակ հորբես մդերիմ է մեզի հետ եւ գուզե մեզի հետ հաղորդակցի եւ անշիշտ ամենակեղեցիկ հաղորդակցությունը որ պիտի տեսնենք քիչ վերջ ամբողջ դիեզերքի մեջ այդ միլիոնավոր միլիարդավոր աստղերը մեկտի դրավ եւ եկավ մեր մոլորակ երկիրը եւ այնպես սիրեց աշխարհը որ իր միածին որդին տվավ այսեր որ ներկայացուցի երդասարտներն եւ բադաներն եւ գուզեմ որ այդ 4 բարերը հզոր հրաշագործ հաղորդակցող եւ հոգադար չմոռանան Իրապես Աստծուն փառք եմ տալիս որ երիտասարդները հաստատված են եւ լսողական են եւ ուզում են սովորել խորանալ Աստծո խոսքի մեջ մանավանդ իրենց հավատքը մեռելների հարության վրա այն ամենակարևոր քրիստոնեական հավատալիքների վրա չենք կասկածում գիտենք որ բոլորն էլ հաստատված են եւ մանավանդ այսպիսի գիտական նյութերը շատ ավելի շինիչ են քանի որ իրենք ապրում են աշխարհի մեջ են եւ իրենց շրջապատում ընկերներ ունեն որոնք շատերը հավատացյալ չեն իրենք առիթ ունեն այս ամենը նրանց փոխանցելու անպայման այո գիտենք որ աշխարհի մեջ շատ կրոններ կան մեծ ու փոքր իսլամը կա բուդդիստները կան հինդուիզմը կա եւ շատ ու շատ նաեւ աղանդներ կան բոլորն էլ իրենց գրքերը ունեն օրինակ Ղուրանը կա Բահավատ գիտան մորմոնների գիրքը եւ բոլորն էլ հավակնում են որ մեր գիրքը միակն է մեր գիրքը ճշմարտությունն է այն Աստծուց տրված է արդյոք այդ գրքերի մեջ պատմական ապացույցներ կան օրինակ անձերի տեղանքների եւ կատարված իրադարձությունների պատմական ապացույցներ կան թե ոչ շատ կարեւոր հարց է ասի որովհետեւ գիտեք անցին կնկատեն գրոնքը որպես զգացական մի բան երևակայական ոչ մեկ պատմական հնապանական հիմք ունի եթե մենք պիտի ընդունենք
Աստվածաշունչը իսկապես Աստվածաշունչ, Աստծո խոսքը, նա պետք է անպայման հիմք ունենա պատմության, հնապանության ժամանակաշրջաններու մեջ։ Եթե այս ցևով մոդենակ մի տեսնեք, որ Աստվածաշունչը եզակի թիրք ունի, թեև մորմոններու քրքին մեջ հիշված է բան Եգիպտոսեն եկած թեպի նոր աշխարհ, մի քանի տեսակ պատմական բաներ հիշված են, բայց ոչ մեկ քիրք, ճիշտ առնենք Բաղավադ Գիթան կամ Ղուրանը, ոչ մեկը պատմական գաբ գհիշե ուր այդ ասենք հոգևոր արտահայտությունները եղած են։ Միայն Աստվածաշունչն է, որ գրեթե ամեն քրքի մեջ հիշված է թագավորներու անուններ, ժամանակաշրջան, տարեթվեր, դեղայքներ, ուր այս բաները դեղի ունեցան, այնքան որ հնապանները գրնան առանց տեղության բանալ Աստվածաշունչը, մանավանդ հին ուխտը որ գսենք գրությունները եւ հետևիլ այդ անուններուն, գրանցումներուն եւ էքստրա բիբլիական, արդաբիբլիական գերբով ապացուցել, որ Աստվածաշունչի հիշած անունները, թվականները իրապես գոյություն ունեցած են։ Որովհետեւ եթե ես ապացուցեմ, որ օրինակ հիմա Դավիթ թագավոր գոյություն չէ ունեցած, Երևակայական է, Մովսեսը գոյություն չէ ունեցած, Իսրայելի այսինչ քաղաքները բան են, Երևակայական են, ամբողջ պատկամը գխախտվի։ Ինչպես պիտի հավատամ պատկամին, երբ որ պատմական մասը սխալ է։ Անոր համար շատ կարևոր է իմանալ, որ միակ քիրքն է Աստվածաշունչը, որ այս բաներում վրա մեծ շեշտ կտնե, օրինակ մտամ ցեզի, բանեն գարթամ մասը գուզես։ Խնդրեմ։ Օրինակ համար, եթե Եսայի մարգարեության քիրքը բանակ, դող եղբայրը գարտա, առաջին համարը Եսային մարգարեություն է, թե Աստծո միտքը գահիտնե, աբական գահիտնե եւ ասենք բանաստեղծական քիրք է, բայց ինչու համար այդ առաջին երկու համարները գրված են գարտա։ Ամոսի որդի Եսայի տեսիլքը, որ Հուդայի ու Երուսաղեմի վրա տեսավ, Հուդայի թագավորների Ոզիայի, Հովաթամի, Աքազի ու Եզեկիայի օրերը։ Տեսնեք, թագավորներու անուններ գտնե, դեղայքը գտնե, եւ գսե այդ ադեն էր, որ Եսայի մարգարեն տեսավ։ Եթե այդ թագավորները գոյություն չունեն, այդ տեղը սխալ է, ես ինչու հավատամ Եսայի մարգարեության։ Այսինքն երբով մգարդես Աստված մարդահրավեր գնե մեզի, որ քննեցեք, դեսեք, թե այս մարդիկը ապրած են իսկապես։ Այս մարդիկը կներկայացնեն պատմական թեմքեր, թե ոչ։ Անոր համար է, որ գրոնական քիրքերը ադոնք չեն իշեր, որովհետև ապացույց չունեն։ Աստվածաշունչը բնավ չվախենար ապացույց տալը։ Անոր համար գսեմ, որ թեև Աստվածաշունչ է, հոգևոր քիրք է, բայց քանի որ Աստված թե բնությունը ստեղծեց, թե պատմության Աստվածն է, ասոնք պետք է բոլորը համատրվին։ Եվ այդ ցևով շատ հստակ է Աստվածաշունչի մեջ։ Այսինքն, եթե համարում ենք, որ այն աստվածային է, պատմական ժամանակաշրջանը իր մեջ պիտի ներառվի։ Անպայման։ Անձերով, ժամանակաշրջաններով, տարեթվերով եւ տեղանքներով։ Այո։ Օրինակ, մի օրինակ էլ ես բերեմ։ Ղուկասու ավետանի 2-րդ գլխի հենց առաջի համարում գրված է հետեւյալը. Այն օրերը Օգոստոս Կայսրեն հրաման ելավ, որ բոլոր աշխարհը գրվի, այսինքն մարդահամարի հրաման դուրս եկավ։ Օգոստոս Կայսրը դա Օգոստոս Օկտավիանոս Կայսրն էր, որ իր իշխանության ժամանակաշրջանը Քրիստոսից առաջ 27-ից մինչև Քրիստոսից հետո 14 թվականն է եղել։ Իդեպ կարող եք դուք դա ճշտել, երբ որ Google-ի վրա գնաք Օգոստոս Օկտավիանոս Կայսր եւ նրա ամբողջ պատմականը կա գրված։ Ուրեմն ահավասիկ եւս մեկ օրինակ, որ ապացուցում է այն ինչ որ ժամանակին կատարվեց ճշմարտություն է։ Մենք շրջում ենք հաջորդ թերթը եւ գնում ենք Ղուկասու 3-րդ գլուխ, գրված է. Տիբերիոս Կայսրին թագավորության 15-րդ տարին
Պոնտացի Պիղատոսի Հրեաստանի վրա կուսակալություն ըրած ատենը եւ Հերովդեսի Գալիլացիների վրա չորթապետության ատենը ու անոր եղբոր Փիլիպոսի Իդուրացիների եւ Տրաքոնյանցիների եկի վրա չորթապետության ատենը եւ շարունակական։ Այո։ Ով էր Տիբերիոս Կայսրը։ Տիբերիոս Կայսրը փոխարինեց Օգոստոս Օկտավիանոսին։ Ասացինք, որ նրա ժամանակաշրջանը բրծավ 14 թվականին։ 14 թվականից մինչև 37 թվականը թագավորեց։ Եվ ասում է, նրա թագավորության 15-րդ տարին, ուրեմն 14-ին սկսեց թագավորությունը, 15-րդ տարին Քրիստոսի թագավորության 29 թվականին։ Եվ այսպիսի փաստեր ժամանակագրական եւ տեղանքային եւ նաեւ անձերի հետ կապված բազմաթիվ որոնք այսօր մենք կրնանք էքստրա բիբլիական, ինչպես որ բացատրեցին, միջոցներով վավերացնել։ Բոնդացի Բիղադոսը հիշվեցավ։ Գիտեք, որ Բոնդացի Բիղադոսը մասին ոչինչ գրված էր ռոմեական պատմություններու մեջ, կամ արձանագրություններ չէին գտնված մինչև 1961 թվական։ Ի՞նչն էր պատճառը այսինքն։ Պատճառը այն էր, որ Սամարիայի շրջանի մեջ կամ Գալիլեայի շրջանի մեջ որ բեղումներ գնային հրյաները, եւ սա ասեմ, գիտեք, որ հրյա հնապանները Աստվածաշունչը ցերկերնին կբրբդեն Իսրայելի մեջ այս պատմական թեփքերը։ Հոն կդան առաջին անգամ լավ Բոնդացի Բիղադոսի անունը եւ քրությունը։ Ուրեմն եթե ասենք մեկ Բոնդացի Բիղադոսը Երևանայություն է կոյություն չունի, մինչև պիտի սպասեիք 1961 թվական, որբեսի վավերացվեր։ Ասել գուզեմ, որ ինչ բեղում որ եղած է, ինչ հնապանություն որ եղած է, ինչ քնություն որ եղած է, պատմականորեն, հնապանականորեն գաբված Աստվածաշունչի հետ մինչև այսօր առանց բացառության ապացուցված է։ Այսինքն այդ բոլոր փաստերը ապացուցում են Աստվածաշունչի ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը կատարյալ ճշմարտություն է, բայց նաև դրսից եկած փաստերը եւս մեկ անգամ մեզ ապացուցում են, որ Սուրբ Գիրքը ճշմարտություն է կատարել։ Որովհետև Աստվածաշունչը Աստծո հոգին, որ ներկայացված է Աստվածաշունչի մեջ, նույն Աստվածն է, որը պատմության գլուխն է, որ դիեզերքի դերն է, տարբերություն չկա, ուրեմն նկատի ունենալու ենք, որ այս ամբողջ ապացույցները երբ որ իրարուքով կբերենք, շատ ավելի հստակ կլա, ինչու համար մեր նախահայրերը հասկացած երկար դարիներ առաջ Աստվածաշունչ կոչեցին, ուրիշ բան եւս կա, ոչ մեկ թարգմանություն Աստվածաշունչի այդ լինպարը գործած հետաքրական է, այսօր երդասարտներուն հիշեցի, Dios llega al hombre, գսեն սպաներեն, դեր Աստված մարդուն եկած է, Living Bible գործած են, բայց ոչ մեկը Աստվածաշունչ բարը գործած է, հրաշալի տեսողություն էր մեր նախահայրերուն բանի համար Մեսրոբ, որ իմացա, որ այսքա բարս քիրք չէ, պատմական քիրք չէ, բանաստեղծություն չէ միայն, այլ անոր մեջ կա Աստծո շունչը։ Եվ Տիմոթեոսին գրված երկրորդ նամակի 3:16 համար ասում է, որ ամբողջ գիրքը Աստծո շունչն է, այդ շնչով գրվեց։ Ուրիշ ինչ հնյաբանական, ասենք, փաստեր կան, որոնք իօքուց Սուրբ Գրքի Աստվածաշունչի են խոսում։ Շատ են, ասոնց մասին ես ավելի մանրամասնորեն գրած եմ քրկույգի մեջ, որ դերևս վերջավորության ցեզի ցույց կտանք։ Օրինակ համար առնենք Բադմագան Ասորեստանի շրջանը, որ մենք բոլորից ծանոթ ենք Նաբուկոդոնոսոր բարի, Նաբուկադր ասր։ Այն ժամանակվա առաջնորդներուն գլխավորը Նաբուկոդոնոսորն էր կամ Բաղդասարն էր։ Երբ որ անոնց անունին այն կամ ասորական անուններում պիտի տեսնենք, որ 3 վանգ են՝ Նաբու, Կատր, Ասր, եւ ասոք նշանակություն ունեն։ Բալ, Ջա, Ասր։ Ուրեմն երբ որ հնապաններ գշեշտեին ասորեստական այս պատմությունը, հոն հանդիպեցան Սարգոն անունին, որը 2 վանգ ունի։ Մինչև 1890 թվական, ասինքն տեսնեք, օրինաչափություն չկա։ Եվ ուրեմն որ Եսայի մարգարեության մեջ հիշված է Սարգոնը, սխալ է։ Ուրեմն մենք չենք կրնար վստահել Եսայի մարգարեության։ 1890 թվականի շուրջ ներկայացեմ, որ կդան ոչ թե 1, այլ 3 հատ
Սարգոն, Սարու Կաննու անունով, որ այդ ադենվա իշխաններ եւ թագավորություններ, ուրեմն ինչ որ քրված է Եսայի մարգարեի 20-րդ գլուխն է, ինչ որ քրված է Սարգոնի մասին, իրական դեղի ունեցած է եւ ինչ որ կնկատվեր սխալ կամ հավելված, այսօր ընդունված է որպես բադմական ապացույց։ Եվ բոլոր հակառակորդները իրենց բերանները փակեցին։ Անշուշտ, շատ կարևոր է հադրաբար հնապանները շատ զգուշ են հիմա։ Երբ որ գտեսնեմ, որ անում մգա Աստվածաշնչի մեջ, որ չեն կդած, չեն ասեր, որ սխալ է, գսեր մինչև հիմա լուրջ չունենք։ Նույնը բանը Էբլայի այդ հնապանները Հալեբի մոտ Էբլակական, հոն երբ որ բեղումներ կատարվեցան, հոն անում մկդան, որ Աբրահամը 4 սերունդ առաջ ապրող անցին անունն է, որ Աստվածաշնչի մեջ գրված է։ Մարդիկ կհավատային, որ Աբրահամ ֆիզիկապես գոյություն ունեցած է, ապացույց ունեն, բայց ադգե առաջ հիշված անունները երևակայական կամ առասպելական կնկատվեին։ Ճիշտ այն ադեներ, երբ որ այդ բեղումներ եղան, այդ արձանագրությունները տեսան եւ ասին, օ, կոնե 4 սերունդ եւս բադմական է։ Ուրեմն ասել գուզեմ, որ երբ որ բեղումներու, երբ որ Դագավին պետք եղած բեղումները չեն եղած եւ այս պատասխանները չդրված, լրությունը որպես բան չանենք, այսինքն բագասը չնկատենք որպես ապացույցի բագաս, զգուշը լալվի ենք։ Եվ ադի սորված ենք ժամանակ, հնապանները բավական սորված են եւ ադի մանրամասնորեն ես հիշած եմ իմ քրկույգիս մեջ։ Այո։ Իդեպ Նաբուգոդոնոսորի անունը տվեցիք, Դանիելի մարգարեության առաջի հենց գլխի առաջի համարի մեջ գրված է. Հուդայի թագավորի Հովակիմի թագավորության 3-րդ տարին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմ եկավ ու այն պաշարեց։ Հիմա այստեղ չի գրված թե Նաբուգոդոնոսորը կամ Հովակիմը որ ժամանակի մեջ թագավորեցին, բայց պատմական փաստերը հետևյալն են վերհանում, որ Հովակիմը թագավորել է Քրիստոսից առաջ 609-ից մինչև 597 թվականը եւ Նաբուգոդոնոսորը 606-ից մինչև 562 թվականը։ Սա ասում է 3-րդ տարին Հովակիմի թագավորության, սա նշանակում է Նաբուգոդոնոսոր թագավորը իր թագավորության առաջի իսկ տարին հարձակվեց եւ պաշարեց Երուսաղեմը։ Ահա վասիկ եւս մեկ պատմական դիպված դեպք, որ ապացուցում է Սուրբ գրքի մեջ եղած անձնավորությունների եւ կատարված իրադարձությունների ճշմարտությունը։ Այո, շատ զարմանալի է եւ այսինքն եզակի է ոչ մեկ կրոնական գրքի մեջ այսպիսի ճշգրիտ գերբով բացատրություններ դրված չեն։ Եզակի է Աստվածաշնչին համար։ Այո։ Գնել եղբայր, ինչ կասեիք Կումրանի պեղումների մասին։ Կումրանը ինչպես գիտեք նորեն երբ որ Google անեք կտեսնեք այս պատասխանները Կումրանի մեջ գտնվեցավ 5 դագարանի գրեթե ամբողջ քիրքերը մի քանի դեն զադ օրինակ համար Եստերի քիրքը բագասեր բայց հոն գտնված են հատվածներ կամ քիրքեր որոնք լման գոյություն ունեցած են օրինակ համար Եսայի մարգարեությունը բոլորին փախտի բերմամբ գտնվեցավ եւ որ թվականին է դա Քրիստոսի 100 տարի առաջ եղած մակարություններն են, կրություններն են։ Բայց որ թվականին էր Կումրանին 1947-ին գտնվեցավ, ինչ որ ցույց տվավ 5 դագարանը, 5 ուխտը Քրիստոսի առաջ 100 թվականին հավաքված եւ բաներու մեջ, կարասիներու մեջ բահված։ Եվ քանի որ օդը շատ չոր էր ոնց անցրև չկար, անոնք բահբանված մակաղատները իրենց բանը բահած էին։ 2000 տարի լավագույն ձևով բահված էին։ Կարևորը ինչ է, գիտեք, որտեղ հաջող նույն կլա որ մենք օրինակի համար Եսայի մարգարեությունը մենք 1100 թվականին իվեր ունենք, ոչ թե ատկի առաջ, մազորատիկ տեքստ կսենք։ Այո։ Ուրեմն ոմանք կսեն 1100 թվականին ունեցած Եսայի քրությունը ինչու համար նույնը պետք է լինի, ինչ որ էր 1000 տարի առաջ։ Շատ սխալներ կրնան մեջ լիներ։ Շտակ հարցում են, դրամապանական հարցում են։ Բայց երբ որ դեսան Եսայի մարգարեի գիրքը եւ վերջապես կարողացան թարգմանել եւ սերդել, գտնվեցավ որ
Քրիստոսի առաջ 100 թվականին պատրաստված Եսայի մարգարեության գիրքը հենց նույնն է ինչ որ 1000 տարի 1200 տարի վերջ մասորական տեքստն է մի քանի 50 բարեր գտնվեցան որ մի քիչ տարբեր են բայց ոչ մեկ ձևով աստած են Եսայի մարգարեության նյութին Սա շատ կարևոր բան է, որտեղ հրեաները իրենց համար խիստ կարևոր էր ընդօրինակել առանց սխալի։ Մենք վարժ չենք անոր։ Մենք այնպես վարժված ենք email կորցածել, էլեկտրոնիկ կորցածել, ուրիշ բաներ անել, որ մենք չենք անդրադառնալ, որ երբ որ կարևոր քիք մգա որ պետք է ընդօրինակվի առանց սխալի, ցերկե կացնի եւ անդադար քննության մեջ է։ Մենք կճանանք մեր օրվա հասկացողությունով ասել, սխալ գրնամ։ Եթե պատմական օրեն գնայինք, մի տեսնենք, որ այդպես չէ։ Հին նախահայրերը մեր, որ զգուշ պետք էր գտնվեին, իրապես զգուշ կգտնվեին, եւ ոչ մի անհրամար որ Քրիստոսը ասա, որ հովդմը կամ նշանակիրը պիտի չանցնի, մինչեւ որ մարգարեությունները կատարվին։ Այդ աստիճանի ճշգրիտ եղած է։ Նոր հին ուխտը։ Անշուշտ նոր ուխտը իր հարցերը ունի, ադոր մասին հիմա գագնարկենք, բայց դա շատ կարևոր էր, որ Ղումրանի քյուդը առաջին անգամը լալով շեշտեց, որ հին ուխտի քրքերը անոնց տված մարգարեությունները եւ պատմությունները հավատալի են եւ կարելի է վավերացնել։ Անշուշտ Սուրբ Գրքի մեջ ուրիշ այլ անձնավորությունների ենք հանդիպում, անուններ, օրինակ Հերոդես, կամ ասենք Ակրիբաս, եւ շատ ու շատ անուններ, որոնք պատմական անուններ են, եւ ապացուցված բաներ են, որ այս անձնավորությունները այն ժամանակ գոյություն ունեցել եւ իշխանության վրա են եղել։ Ուրեմն Սուրբ Գիրքը երբ որ գրվեց եւ այդ անունները նշվեց, այս ամենը բոլորը ճշտացավ։ Շատ ճիշտ է, մանավանդ նոր գդագարանի մեջ, այո։ Գնել եղբայր, մեծ կրոնների առաջնորդները, մեծ երբ որ ասում եմ, ի նկատի ունեմ, որ շատ հետևորդներ ունեն։ Առաջնորդները տարբեր ժամանակաշրջանների մեջ են ապրել։ Իրարից հարյուրավոր թերևս հազարավոր տարիներ տարբերությամբ։ Այո։ Ինչ պատմական ապացույցներ կան նրանց անձի վերաբերյալ։ Օրինակ Բուդդայի, Մուհամեդի, մենք անշուշտ Քրիստոսի վրայով Սուրբ Գրքից հրաշալի ինֆորմացիա, ճշմարտություններ ստանում ենք, մենք գիտենք ով են։ Բուդդայի եւ Մուհամեդի վրա գրված ինչ պատմական ապացույցներ կան։ Այո, շատ կարևոր հարցում է, որովհետեւ քո առաջնորդ մենք առաջնորդ ունենք, որ Քրիստոս մեր առաջնորդն է։ Ինչպես գրնանք վստահիլ անոր պատմական լինելը, եւ դա միշտ եղած է։ Պատմական Քրիստոսը ով է։ Հետաքրական է, որ շատ քիչ ասենք քննադատություն եղած է Բուդդայի գոյության, շատ քիչ քննադատություն եղած է Զորոաստրիանի, Զրադաշտի բանի։ Այո, օգնական։ Շատ քիչ խոս եղած է Մուհամեդի վրա։ Բայց երբ որ Քրիստոսի մասին գխոսենք, ամեն տեսակ հարցագում, քննադատություն, Քրիստոսը Սովետի ժամանակ գիտես Քրիստոսը կնկատվեր որպես առասպելական էակ, ես կովս ունիմ բարարան սովետական ժամանակեն Հիսուս Քրիստոս առասպելական էակ այ քեսպան անոր բադմական լինել այնքան հստակ է որ այսօր սովետները չանացին ադիկա չնչել եւ չհաջողվեցին անշուշտ եթե նայենք Զորոաստրի կյանքին ինչ որ միթրայզմով սկսավ ինքը ապրած է Քրիստոսի մոտավորապես 1000 տարի առաջ իր առաջին կյանքի պատմությունը կենսակրությունը գրված է 2000 տարի վերջ իրենից հետո 2000 տարի վերջ Բուդդան ապրեցավ Քրիստոսի 600 տարի առաջ իր անձնական պատմությունը եւ խոսքերը քրի առնված են 600 տարի վերջ Մուհամմեդը ինչպես գիտեք ապրեցավ 7-րդ թվականին 7-րդ դարուն ադգե վերջ 100 տարի վերջ անցնել են վերջն էր որ Մուհամմեդի մասին գրվեցավ եւ իր խոսքերը սկսան տարածվել մինչդեռ Քրիստոս որ մենք հաշիվ առած ենք մոտավորապես 29 թվական 30 թվականին մահացավ
խաչվեցավ եւ հարություն առավ, անոր կյանքը առաջին բանը 55 թվականին Մարգոս Ավետարանը կրվեցավ։ Իսկ Բողոս Արաքյալի նամակները ավելի առաջ Երևան ելան։ Այսինքն ասելու եմ ժամանակամիջոցը Շատ կարճ է։ Քրիստոսի եւ իր այդ քրությունները, որ այսօր ունենք, ավելի կարճ է, քան ովևէ ուրիշ կրոնական առաջնորդ այդ ժամանակվա։ Անակ որ զգուշլանք չքննադատել, թե բադմականորեն մենք չենք կրնար վստահիլ Քրիստոսի կյանքին։ Այսի շատ կարևոր է եւ նորեն հիշված է իմ քրկույգիս մեջ, որը դոցեզի կներկայացնեմ։ Ուրիշ հարցակումը եւս կա, որ մեր նոր գդագարանը կամ ավետարանը եւ այդ նամակները վստահելի չեն, շատ ժամանակ անցած է, սխալներ մուծված են։ Մենք օրիգինալները չունենք այնինչ որ գրվեցավ 55 թվականին։ Ունենք փեգորներ առաջին թարեն, բայց լման ավետարանը եւ նամակները մոտավորապես 125 թվականեն ունենք, 125-ին մինչև 400 թվական։ Բայց տեսեք, քննադատություն կա, որ մեր ցերակիրները կամ մակաղատները եւ այլն, որոնց մենք Աստվածաշունչը նոր գտագարանը կազմած ենք, շատ սխալներ ունի իր մեջ, շատ ուշ Երևան ելած է եւ այլն եւ այլն։ Մեկ բան շատ հստակ է, որ երբ որ այս քրությունները զանազան նշանավոր անձերու քրությունները երբ մեր ցերկը ունեցած ենք, որպես ամենավերջին քրությունը, որ ամենահինն է, ամենանախկինն է, երբ որ փախտadենք ուրիշ անհատներու հետ, բղադոնը ամեն մարդ Պլատոն գճանչնա, գիտեմ որ գոյություն ունեցած է, իր քրությունները գդարելապես կընդունվին այսօր, բայց այդ ցերակիրը միայն 7 օրինակ ունենք, որ 1200 տարի վերջ մեր ցերկը անցած է։ Նույնն է Թակիտոսը, նույնն է Թուսիդիդիս, նույնն է Հերոդոտս։ Ասոնց մասին ոչ մեկ ուսյալ անհատ քննադատելով որ ասոն գոյություն չունին։ Ասոնց քրությունները 1000 տարի վերջ մեր ցերկը անցած են, եւ ան միայն մի քանի օրինակներով 8 օրինակ, 10 օրինակ եւ ոչ ավելի։ Իսկ ավետարանը, այդ 4 ավետարանները, որոնք Քրիստոսի վերջ 45-ին 90 թվականի մեջ առաջին անգամ քրի առնվեցան եւ մեր ցերկը ունենք միայն 300 թվականեն վերջ եղած օրիգինալներ, մի տեսնեք որ 24970 օրինակ կա, որոնք կարելի է փախտadել իրարու եւ իմանալ տարբերությունները ինչ են եւ գրեթե բոլորն ալ նույն օրինակներն են, մի քանի տարբերություններ կան։ Այսինքն ասել գուզեմ, որ ուսյալ մարդիկ, պրոֆեսորներ, բադմապաններ ոչ մեկ հարցակում կնեն Բղադոնի վրա, կամ Հերոդոտոսի վրա, կամ Դագիդուսի վրա, հագարակ որ 1000 տարի վերջ ունեն իրենց քրությունը, իրենց ցերկը, որ այդ ընթացքը բավարար էր, որպեսզի շատ շեղումներ մտնեն դրանից։ Եվ կհարցակին մեր ավետարանի վրա, որ ոչ թե 1, 2, 10 օրինակ, 25000 օրինակ ունենք 300 թվականին ի վեր, եւ շատ ավելի քիչ ժամանակամիջոցի մեջ անցած է։ Սա շատ կարևոր է, որ մենք անգեղծ պետք է ելանք մեր քննադատության մեջ։ Գնել եղբայր, եւս մեկ հարցում, այս հարցումը տալիս եմ ոմանցից լսել եմ, որ ասում են նոր կտականի մեջ բավական նմանայցումներ կա, որոնք վերցված են, ասենք, ուրիշ կրոններից կամ գիտենք 100-ից ավելի աղանդներ կան, նրանց գրություններից, մանավանդ ասենք հարությանը վերաբերող բաներ, մեռնող եւ վեցող, որոնք մեռնում են ու հարություն են առնում, ասում են թե Քրիստոսի պատմությունն էլ նմանօրինակ մի բան է։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Սա շատ լուրջ հարց է, նորեն բադմապանները այսօր կտեսնեն, որ ճիշտ հակառակը եղած է։ Այս mystery cults կսենք, խորհրդաբաշտ աղանդները, այս հորիզոն աղանդները, եթե նմանություն կա, հիմա բադմապանները կսեն, որ քրիստոնեություն են առնված եւ աղավաղված են եւ ոչ հակառակը։ Բայց եթե բացատրենք ասոց տարբերությունները շատ գեղեցիկ կերպով բացատրած եմ, օրինակի համար։ Մեր առաջնորդը Հիսուս Քրիստոսը բադմական էակ է։ Այս առասպելներուն, այս աղանդներուն չաստվածները ուղղակի
առասպելներ են, ոչ Օսիրիսը գոյություն ունեցած է, ոչ Օրֆեյուսը գոյություն ունեցած է։ Տեսնեք, բադմական առասպելական։ Երկրորդ տարբերությունը մեր Աստվածը գսե այնպես սիրեց կոսմոսը, ամբողջ աշխարհը։ Իսկ այս աղանդները իրենք չաստվածներ ունին, որ իրենց յուրաքանչյուր բանի մեջ, ցեղի մեջ կտնեն իրենց Աստված, այսինքն սահմանափակ Աստվածներ կներկայացնեն եւ ոչ թե համաշխարհային Աստված։ Ուրիշ բան մգա, քերիշխանություն, Աստված իր քերիշխանությունը ցույց կտա, այս աղանդներուն մեջ կա ֆաթալիզմ, այսինքն բան է, չենք գիտեր ինչպես պիտի ապրենք, ուր պիտի երթանք, կմահաճույքի ենթակա են, իրենց չաստվածները կմահաճո են եւ իրենք կգարավարեն։ Գիտեք, հետաքրքրական է, ուրիշ շատ մեծ դարբերություն կա։ Հունական բոլոր աստվածները կամ չաստվածները, դիցաբանեն, վերեն վարեն, այսինքն իրենք կորոշեն, մենք կդանչվենք, իրենք կորոշեն, մենք կուրախանանք։ Քրիստոնեությունը ճիշտ հակառակն է։ Գսե եթե մեկ հոգի դարձի ու կա, բոլոր երկինքի հրեշտակները ուրախություն։ Այսինքն ճիշտ հակառակն է։ Մեր ուրախությունը Աստծո ուրախությունը կդառնա։ Մեր հավատքը Աստծո հավատքին հետ կապի։ Ճիշտ հակառակն է այն ինչ որ հռոմեական եւ հունական չաստվածներն են որ գնային այդ ժամանակ։ Ուրեմն երբ որ ասած կփախտadենք, ավելի մեծ է դարբերությունը քան նմանությունը։ Այդ շատ ուշադրություն է։ Ես հոս կարևոր բանալ գուզեմ հիշել։ Գիտեք, որ ասի Աստվածաշնչի մեջ քրված չէ, բայց ամեն ճշմարտություն Աստծո ճշմարտությունն է։ Այսինքն ճշմարտությունը Աստծո նկարակիրն է։ Ուրեմն մենք գրնանք տեսնել ճշմարտության հետքեր զանազան քիրքերու մեջ։ Այսինքն ասել գուզեմ, որ ճշմարտությունը միշտ հոն է։ Թշնամին է, որ ճշմարտությունը գառնե եւ գաղավաղե, այնպես որ ճշմարտության հետ նաեւ սուդը կամ ոչ ճշմարտունի Երևանգել է։ Դրանմար գնամանցնեմ ես ողգույզիմը խաղողի, երբ որ գմոդենաս գտեսնես, որ ողգույզին գարկմը խաղողները փդած են եւ չես տբնար, բայց գարկմը բաներ մաքուր են գվերցնես։ Ուրեմն երբ որ մենք իսկական գուզենք բրբդել ճշմարտությունը գտնել զանազան գրոնքներու մեջ, բայց վերջապես Աստվածաշնչի մեջ չնետենք ամեն ինչ, այսինքն նկատեցեք ուր պիտի տեսնեք ճշմարտությունը, որ կհամեմատի մեր ճշմարտության հետ։ Բայց կարևորը անշուշտ լման ճշմարտությունը, որ գուզենք Աստվածաշնչի մեջ պիտի գտնենք։ Հիսուս ասաց, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Այսօր մարդու ամենամեծագույն պետքը ինչ է, այս կյանքից հետո հավիտենականությունը ուր պիտի անցկացնի։ Ուրեմն միակ միջոցը այդ հավիտենականությունը, իրականը, ճշմարիտը, աստվածայինը մտնելու համար Հիսուս Քրիստոս է։ Այո։ Այս մասին խոսենք։ Անշուշտ ես բազմաթիվ ուրիշ հարցումներ ունեմ գնել եղբայր, բայց չէ որ մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Մի փոքր խոսենք այդ իրական ճշմարտության մասին եւ հաջորդ հաղորդման մեջ կշարունակենք հարցումը։ Ամենայնիսերով, յոբ։ Գիտեք, երկու բան կա հոս. ճշմարտություն եւ ճշմարտություններ։ Օրինակ համար մենք ունենք քիդական ճշմարտություններ, հոգեբանական ճշմարտություններ։ Այսինքն մեր կյանքը մենք միշտ կուզենք ճշմարտությունը գտնել։ Մեր ֆիզիկական կյանքի մեջ, հասկացողության մեջ, ասում ամեն դեր մեզի դրված է ճշմարտությունը փնտրել։ Քրիստոս բոլորովին դարբեր գերբով մոտեցավ, անսել ուզեց որ կան ճշմարտություններ, բայց ճշմարտությունը որ մեզի ավելի կյանք պիտի տա, պիտի պատրաստի այս աշխարհի վրա ապրելու սիրով, նվիրումով եւ հավիտենական կյանքով ինքը ճշմարտություն, ինք զինք հավասարեցուց ճշմարտության, ոչ մեկ կրոնական առաջնորդ այսպես ասած է։ Մուհամեդը գսե իմ խոսքերուս մդիկ ըրեք, չսեր ես ճշմարտություն եմ, Բուդդան գսե կացեք փորձեցեք, ես ճշմարտությունը չեմ, կրնամ ճշմարտության մասին խոսի, ուրեմն ինչ գրոնքներ որ կան ճշմարտություններու մասին չանացած են խոսի, բայց ոչ մեկը ասած է ես եմ ճամփան ճշմարտությունը եւ միան Աստծո, միան Աստված գրնա դիգա ասել, որը կնշանակի որ Քրիստոս պետք է լիներ Աստծո որդի։ Այո։
Անշուշտ այս կյանքը ժամանակավոր է եւ մի օր վերջանալ կա եւ Աստծո ուզած այն է որ ոչ մեկը չկորսվի, այլ բոլորը հավիտենական կյանք ունենան։ Աստված երկայնամիտ է եւ իր սիրով այսօր հրավիրում է ամենքին, որ իրեն գան եւ պատրաստված է հավիտենականությունը։ Հիսուսի արյան միջոցով հավիտենական կյանքը տրված է, ձրիորեն տրված է։ Թերևս այսօր ոմանք իրենց սրտերի մեջ ընդունեցին այդ բանը։ Ընդունելություն կա, որպեսզի Հիսուսը իրենց Տերը եւ Փրկիչը դառնա։ Խնդրեմ, ձեր վերջին խոսքը եւ նաեւ աղոթքը։ Անշուշտ, գիտեք, ամեն գրոնք չանքով եւ աշխատանքով գճանա շահիլ Աստծո օգնությունը իրենք իրենց աշխատանքով օրինակ երբ մուսուլմանին հարցնես պիտի երթաս թրախտ թե ոչ ինչպես գիտես որ պիտի երթաս ասա որ մահանամ Աստված պիտի գշրե իմ լավ աշխատանքներս գործս եւ վադը եթե 51% լավ դուրս կա գազադիմ գմտնեմ բան թրախտ գրողները բոլոր անձնական չանկերով Աստծո հասնելու փապակն է։ Միակ քրիստոնեությունը, որ Աստված ինք իր ցերկը գերգար է, գսե ես իմ շնորհքովս իմ միածին որդվույս մահով եւ հարությունով քեզ գտնունիմ ոչ թե քու աշխատանքով։ Մենք շնորհքով դերը գճանչնանք։ Այդպես գրված է Եսայիա ծրի բարգև, շնորհք, ծրի բարգև հավատքով։ Եթե դու գնվիրվես, եթե գտնունիս Քրիստոս որպես անձնական փրկիչ, գտնունիս որ Աստված իր միածին որդին քեզի համար գրգեց, որպեսզի իր մահով, իր հարությունով քու մեղքերու թողություն գտնես եւ ընդունիս։ Շատ բարձ աղոթք է։ Կորձը այն գևերչը գուքա, անգամ որ քո սիրտը փոխված է, աշխատանքը, նվիրումը, օգնությունը բնական գտարնան քո կյանքի մեջ։ Այո։ Ուրեմն այդ ցևով երբ որ գմոդենանք, դերը մեզ մեկ քրդինք եւ աշխատանք չի բախանչեր։ Այլ գուզե որ հավատանք իր միածին որդվույն, իր դրած սրի բարգևին եւ ընդունենք զինք։ Քրիստոնեություն էական օրեն այդ է։ Այո։ Եվ վերջավորությամբ աղոթք խնդրեմ։ Գուզեմ որ ինձ հետ միանակ եւ աղոթքով դերոջ արչեւ կանք, որտեղ ունենք մենք հզոր Աստված, հրաշագործ Աստված, հաղորդակցող Աստված եւ հոգադար։ Իմ աղոթքս այս է, դեր որ իմ հայրենագիցները, որ այս բանը գտիդեն, խոսակցությունը գիմանան, մղեզ իրենք, որպեսի թարնան մեր նախահայրերու հոր Աստծո, թարնան մեր նախահայրերու Քրիստոսին, թեև շատեր քրիստոնյա գոչեն իրենք սիրենք, բայց իմանան թե ինչ է ճշմարիտ քրիստոնեությունը, ինչ կնշանակե Աստծո միածին որդին ընդունել որպես անձնական փրկիչ, որպեսի իրենց հավիտենական կյանք դրվի եւ առողջ կյանք տվի այս աշխարհի մեջ, որպեսի գարնան իսկապես սիրել քեզ եւ սիրել զիրար, ինչպես որ դու մեզ սիրեցիր։ Իմ աղոթքս անի որ այս իմ ազգի զավակները իմանան այն ինչ որ մեր նախահայրերը իրենց կյանքը զոհեցին Քրիստոսի համար, որ իրենք էլ պատրաստ լինեն ընդունել Քրիստոսը, բաշտել զինքը, հետևել անոր որպես ճամփան ճշմարտություն եւ կյանք եւ ունենալ ավելի կյանք, թե էներգիա մոլորակ երկրի վրա եւ թե հավիտենականության մեջ։ Ամեն։ Սիրներ, եթե այս նյութերը ձեզ հետաքրեցին, որ գնել եղբայրը ձեզ ներկայացրեց, իդեպ ինքը ունի գրքույկներ, որ ավելի լավ կլինի գնել եղբայր դուք ներկայացնեք ձեր գրքույկները։ Անպայման։ Ես գրքույկ պատրաստեցի անհավատներու համար, որովհետև Սովետի մեջ, Հայաստանի մեջ շատ անհավատներ եղած են անցյալին, եւ այդ գրքույկը մի քանի անգամ դպվեցավ, ամենավերջին դպակրությունը կգոչվի քրիստոնեական ճշմարտություններու անհերքելի վկայություններ, այս գիրքն է, որ Հայաստան դպված է արևելահայերեն լեզվով, մեծականակ, դժբախտաբար ես մի քանի օրինակներ ունիմ ոս, բայց եթե լավ բարձր լեզվով արևելահայերենով գուզեք կարդալ, գրնանք այս օրինակները ապահովել։ Իսկ եթե գնախնդրենք անգլերենը, անոր անգլերենը կգոչվի A Court of Multiple Strands and Evidence-Based Assessment of the Christian Faith, մաքուր անգլերենով գրված է, ասացի գրնամ
ուղարկել մեծականակ, որքան որ պետք է լա։ Իսկ անոնք, որոնք կուզեն ավելի բադմական խորուն գերբով մոդենալու, կհանձնարարեմ, որ այս գիրքը վերցնեք, կգործվի Jesus and the Eyewitnesses։ Հանրազանոթ փիլիսոփա աստվածապան մկրած է, բայց ծանր գիրք է, այսինքն եթե իհավես կուզեք խորանալ եւ գիտնալ, որ ինչու աստվածաշունչը հավատալի է, Ամազոնի վրա գրնակ գտնել այս գիրքը եւ կարդալ։ Բայց ասիկ անոնց համար է, որոնք անպայման գուզեն իսկապես խորանալ։ Լավ, այսօրվա մեր հաղորդումը վերջացավ։ Սիրելիներ, թող Տերը ձեզ մեծապես օրհնի, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ այդ ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Ամեն։ Բարեզարթեցիր խոսելու ձիրքով, շունչ ներարկելով փայլ տվեցիր ինձ, մտքով ճոխացրիր, աճեցրիր խելքով եւ իմաստությամբ, հանճարով օշտած զատորոշեցիր շնչավորներից, համադրեցիր բանական ոգով, պչնեցիր գոյով անիշխանական, ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման, եւ խնամեցիր որպես ստեղծող, ինձ ամբարիշտիս, տնկած գավիթիդ մեջ, որոքեցիր քո կենարար ջրով, ավազանների ցողով մաքրեցիր, արմատացրիր վտակով կենաց, կերակրեցիր հացով երկնային, ըմպել տվեցիր արյունը Աստծո, ընտանեցրիր անմերձենալի անհասների հետ, թույլ տվեցիր, որ աչքս երկրային, համարձակորեն նայի դեպի քեզ, պարածածկեցիր քո փառքի լույսով, քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանույթ, քո հորը հզոր, օրհնյալ ահավոր, մարդասիրաբար հայր կնքեցիր եւ անարժան անձիս։ Ուրեմն լսիր ինձ Աստված, Աստվածդ ամենայն մարմնի հոգու, շնորհ արա մեզ այսօր օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ սկսած գործն այս մեր ավարտին բերենք ու այս բոլորի համար փառք քեզ բարձրյալ հորդ եւ Սուրբ Հոգու հետ ամեն։ Հիմա հրավիրենք մեր երկի ջերչուներին, որ խմբերքերը կատարեն։ Միացեք մեր երկիր, ալելույա ներբարձրացնենք Տերոն, եկեք սաղմոսներով, արավորենք Տեր պատերոն, եկեք միասին աղոթենք, Տերնան բիդիրը նամեր խումբին մեջ, դա մեզի շնորհներ, ծրի անամար Հիսուս Քրիստոս է իր անունը, եկեք միանանք մենք ցայնով, մենք ոգով, բարավանենք Տերոջ, բոլորս միասին եկեք,